Ամալիա Հովհաննիսյանի հեղինակային Life-Room հաղորդման սեր շարքում հյուրընկալվել էին դերասան Լևոն Մկրտչյանը եւ իր սիրելին։ Դերասանուհի Էվելինա Ստեփանյանը Star News-ը հետևեց հարցազրույցին։ 7 տարի ընկերությունից հետո զույգը մի տարի առաջ ծախսավորվել է, ինչը Լևոնի խոսքով տուն գնելու նպատակով է եղել։ Այժմ արդեն պատրաստվում են ամուսնության։ Երբ Լևոնի եւ Էվելինայի համատեղ լուսանկարները հայտնվեցին համացանցում, մարդիկ շնորհավորելու փոխարեն սկսեցին բացասական մեկնաբանություններ գրել։ Ինչպիսի անդրադարձ ունեցավ սա Էվելինայի վրա։ Ես ու Լևոնը հենց սկզբից որոշել էինք չերևալ հանրության առաջ, բայց հետո հասկացանք, որ անիմաստ է։ Շուտով լինելու է հարսանիք, ունենալու ենք բազմաթիվ հյուրեր եւ բոլորին կառավարել դժվար կլինի։ Որոշեցինք ավելի լավ է մեզանից իմանան։ Այս իրադարձությունը սկզբից մինչև վերջ ուսումնասիրելով դիտարկումներ ունեմ։ Առաջին հերթին Լևոնը շատ հմայիչ տղամարդ է, բնական է, երբ իրեն պիտի սիրահարվեն, պիտի պատկերացնեն իրենց աղջիկներին Լևոնի կողքին, դեռահասների համար դառնա իդեալ եւ այլն եւ այլն։ Հասկանում եմ նաեւ մարդկանց կտրուկ վերաբերմունքն իմ անձի շուրջ, որովհետեւ իրենք ունեին համոզմունքներ։ Որևէ մեկը իրեն էր պատկերացնում Լևոնի կողքին, մտածում էր, եթե ինքը չէ, գոնե իր պատկերացրած մի աղջիկ։ Մեկը բաց մազերով, մեկը մի քիչ գեր, մեկը ցածրահասակ, մեկը ավելի սիրուն, քան ես եմ։ Գալիս է Էվան, ազգությամբ հայ եմ, բայց գուցե մի քիչ արտասովոր արտաքին ունեմ։ Իրենց համար եւ բնականաբար դա պիտի շարժի իրեն զայրույթը։ Բացասական գռեհկագույն խոսույթով մարդիկ ոչ այնքան երջանիկ են կամ գուցե եւ դժբախտ են։ Մասնագիտական հարցում ունեցած հիասթափության մասին խոսելով Լևոնը նշեց. Մի բան հետ էր պահում, ներքին զգացողություն, չէի ուզում, Էվկան շատ էր համոզում։ Մի ժամանակահատված ա եղել հիասթափվել եմ մեր արվեստից։ Ինձ հաճելի չի եղել գտնվել այդ ոլորտի, այդ մասնագիտության մարդկանց հետ մի վայրում։ Ռոզին ունի իր անձնական կյանքը, Լևոնը իր։ Էկրանից մարդիկ շատ սիրեցին Հենրի Անգելինա զույգը, խանդում է արդյոք Էվան։ Իմ դեպքում նորմալ է, մի քանի հանգամանք ա նպաստում չխանդելուն, ես առհասարակ խանդոտ չեմ։ Եվ ինքնավստահությունս էլ թույլ չի տալիս խանդեմ։ Երրորդ պրոֆեսիոնալիզմը, որովհետև ինքս ունեմ նույն մասնագիտությունը։ Ինքը խանդում է, ես նույնիսկ ներկայացում ունեմ, որը մինչև այսօր չի նայել, որովհետև խանդում է։ Լևոնը խանդի պատճառի մասին խոսելով ասաց. Ես շատ եմ վստահում Էվային, էդ չի խնդիրը միանշանակ, գիտեմ, որ ինձ շատ ա սիրում։ Իմ մեջ էլ եմ շատ ինքնավստահ, էդ էլ չի խնդիր, ուղղակի չեմ վստահում տղաներին։ Ինչը վերաբերվում է իմ կնոջը, լինելով ինքս տղա, ինչ-որ դեպքերում հասկանում եմ, որ տղամարդիկ ունեն սահման, որը շուտ-շուտ կարում են հատեն։ Ես չեմ վստահում այդ մարդուն, որ իրա կողքով անցնում է։ Որպես տղամարդ նայում եմ, եթե ինքը իմ կնոջ կողքին է, իմ թշնամին է։ Զույգի համար կարևոր կետ էր ունենալ տուն, նոր ամուսնանալ, ինչու են այդքան կարևորում առանձին ապրելը։ Լևոնի համար, երբ ընտանիքը կազմավորվում է, տղայի եւ աղջկա միջև խանգարող ոչինչ չպիտի լինի։ Ես պիտի նկատեմ օրինակի համար փոշիկա եւ ասեմ Էվ կախի չես մաքրել։ Մամաս չասի եւ իրանց մեջ կռիվ լինի։ Ինքը կարա համով բան չսարքի ու ես չուզենամ ուտեմ։ Եվ դրանից իմ մաման չպետքա նեղվի։ Էվան խոսեց իր եւ Լևոնի մայրիկի հարաբերություններից։ Ինքը բացառիկ մարդ է, իմ ընկերն է։ Ազգությամբ հայ չի եւ ունի այլ մտածելակերպ։ Առաջին մարդկանցից ա եղել, որ ասել ա պետք է մենակ ապրենք։ Ես սիրում եմ մեծ ընտանիք, սիրով պատրաստ էի ապրել իրենց տանը։ Ինձ համար պրինցիպիալ չի եղել այդ թեման, բայց առաջին հերթին Լևոնի մաման ասել ա չէ։ Կարող եմ սելֆի անել։ Բայց զգում ես, որ գնալով քայլը վերածվում է վազքի։ Դու վազում ես։ Վազում առանց կանգնելու։ Ժամանակի հետ Ես ասում եմ ոչ մեկ չկա TV։ Ոյ տո սերո։ Դու կասեք, նենց տեսակ ուրախացած տեսա։ Նպոսիկներից լավն է։
երբ որ գաս, շատ ուժեղ մարդ պիտի լինես, որ Հայաստանում կարողանաս մնալ պատարագի, ինչի, որովհետեւ աննկարագրելի է, թե ոնց են պատարագի ընթացքում իրար կոտորում, ասում եմ, հուզվում եմ, ոնց են կոտորում հասնելու նշխարին կամ առաջ դեր քնած, դեր դանդաղ, իրենց տեմպո ռիթմով գնում են, Տեր Աստված, գոնե թույլատրելի արագությամբ, արագ պետք չէ վարել, իմ ասածը դա չէ։ Հղվածությունը, տարբերակ երկրորդ, հոգնածությունը։ Լեզվի տեսչությունից չգան իմ ետևից, ասեն ինչու ես ությունները ություն կարդում։ Անգործություն, զբաղվածություն, թե հոգնածություն։ Բարի երեկո, մենք շատ շուտով խոսելու ենք ուղիղ եթերում 2 ժամ շարունակ սեպտեմբերի 1-ից եւ իր թողած հետևանքներից։ Իհարկե չմոռանանք, որ սեպտեմբերի 1-ը առհասարակ աշունը իր հետ բավականին լավ դրամ։ Ավելի շատ եմ ողջունում։ Հրաշալի է, ես մի գաղտնիք բացեմ, մենք ուսանողական ընկերներով, համակուրսացիներով ունենք մի շատ լավ ավանդույթ, թեև ավարտել ենք արդեն մի քանի տարի ինստիտուտը, բայց սեպտեմբերի 1-ին միշտ հավաքվում ենք, որ ասացիք, հա, այդ տրամադրությունները միշտ կան, երբ որ անգամ ավարտում ես դպրոցը, ինստիտուտը, ես հետ համաձայն եմ։ Սեպտեմբերի 1-ը մի տեսակ իր հետ լավ հիշողություններ է բերում, ուզում ես հավաքվել ընկերներիդ հետ գոնե այդ օրը զբաղված մեր առօրյայում չենք էլ հասցնում, չէ, երբեմն, եւ գոնե այդ օրը ուզում ես տրամադրել հիշողություններին լավ ընկեր։ Ինչ է անում հաղորդավարը ուղիղ եթերից րոպեներ, ստեսություն։ Ինչ է անում հաղորդավարը ուղիղ եթերից րոպեներ առաջ։ Մի հատ ինստայի համար ստորի է անում, բայց զուգահեռ դրան մի քանի կարգավորումներ անում։ Լույսը, զվուկը, կադրը եւ այդպես շարունակ։ Անգելինաս եւ Հենրին նկարում ենք թրենդ ես գոնե։ Ես եմ սկսում թե դու։ Հա։ Հա, ես եմ սկսում թե դու։ Ես գոնե խաղի ժամանակ չեմ սկսում ծիծաղալ։ Ես գոնե պատվոտկա տալուց չեմ ծիծաղացնում։ Ես գոնե շատ բարձր տրամադրությամբ ու բարձր ծիծաղալով չեմ գալի պլաշատ կա։ Որիչամ դրանից հետո 5 անգամ տրամադրություն փոխում։ Ես գոնե միշտ կապ չունի ռեկ հա ռեկ չի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Ես գոնե տեսարանը անցնելուց, որ տեքստ ենք անցնում իրար, չեմ ասում իմն էլ կասես։ Հոգնում եմ։ Ես գոնե տեքստ անցնելուց պլաշատկայում չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ անենք կարծում վար տեքստը մենք անգին 10 անգամ անցնում ենք։ Ես գոնե տեքստ անցնելուց քո ռեպլիկները չեմ կարդում։ Դա ամենակարևորը։ Ինչը պետք է ես ասեմ ու ինքն էլ ինձ հակառակն եմ կարդում։ Տեսարաններ կա չէ որ ձեռքիցս տանում է։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսարաններում չեմ սովորաբար իմիտացիա են անում, թե լյովը սենց պինդ բռնած։ Վերջ։ Թե չէ, թե ունես էլի։ Չէ, չունեմ։